բանը պետք է աջակցենք։ Ով որ հայերին դիրություն անում, նա պետք է աջակցենք հայ ժողովրդին։ Դե իր անցած փորձը, անցած ճանապարհը, անցած ուղին ամեն ինչ ապացույցն է, ես նորը չէ որ պետք է նորից մեկնաբանեմ, բայց ինքը միակն է, իմիջիայից ասեմ, ինքը Իրանից այդ Ալիևները բան ունեն էլի, իր կերպարից, հենց մենակ իր կերպարից վախ ունեն։ Ոնց որ ասենք սրանք Ալիևի կերպարից վախ ունեն, այն Մսրա Մելիքի նման ասում է, պետք է էսել 10, ինչ ասում են տալիս են։ Հիշում եք, չէ, վերջում Ցածուցի Դավիթը գալիս է, այդ ամեն ինչը վերջը տալիս է ու հաղթում է։ Քոչարյանի այդ կերպարն է։ Մենք պետք է պայքարենք, այս սրանցից ազատվենք, ես ասեմ սրանք դրածող են։ Հաջորդ ղեկավարի պաշտոնում տեսնում եմ միայն Ռոբերտ Քոչարյանին, 50 տարվա մանկավարժ եմ, 30 տարվա դպրոցի տնօրեն եւ այն պահերը, որ ես ապրել եմ այդ տարիներին, լրիվ հավերժություն էր կյանքում։ Մի լավ նվեր կա, որ ասում են, շնորհակալ եմ, որ կողքիս ես։ Ես շնորհակալ եմ եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ղեկավար եմ ունեցել։ Ունեմ եւ կարծում եմ ունենալու եմ հետո էլ։ Առաջին նախագահից հետո Ռոբերտ Քոչարյանը միակ ղեկավարն էր, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացրեց։ Դրա համար աջակցում եմ իրեն, ցանկանում եմ, որ ինքը լինի մեր երկրի ղեկավարը։ Ինչու եք վստահում Հայաստան դաշինքին, ինչու եք աջակցում։ Ասեմ, որովհետև կա անցած ճանապարհ, կա փորձ, կա ստացված փորձ, ոչ թե ուղակի փորձ։ Կա ժամանակահատված, որտեղ մենք տեսել ենք, որ կարող է երկիրը ինքիրանով ոտք կանգնի, հա, այսինքն երբ որ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, մենք ունեինք արտաքին պարտքի ոչ թե ավելացում, այլ նվազում։ Իդեպ այդ ամբողջ ընթացքում էր անկախության, դա միակ ժամանակահատվածն է, որ մենք նվազեցել ենք արտաքին պարտքը։ Մենք ունենք կայուն սահմաններ, մենք հողերը չէինք զիջում։ Թշնամին ինքն էր մեզանից վախենում, ոչ թե այս խայտարակ վիճակը, որ հիմա բերել է այս իշխանությունը մեր գլխին։ Կա սպասելիքներ, լավ սպասելիքներ, որ նորից մենք կլինենք ուժեղ։ Եթե կհիշեք, ժամանակին ասում էին, որ Հայաստանը Կովկասյան վագրն է։ Հիմա չգիտեմ ինչ ենք վերացել, կատու էլ երևի չենք։ Ոչ մեկ լուրջ չի ընկալում քո երկրի ղեկավարին, այսօրվա սա խայտարակություն է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մենք ունենք երկիր, որը պինդ է, որը ուժեղ է, որը ունի ապագա, իսկական ապագա։ Ես վստահում եմ Ռոբերտ Քոչարյանին ու հավատում եմ, որ ինքը կարող է այս ճգնաժամից երկիրը հանի։ Միասին պիտի համախմբվենք ամբողջով, ժամն է եկել, որ համախմբվենք։ Միասին կարող ենք։ Ինքը որ եղածը էլ չեք կորցնի։ Ընտրենք այդ մարդուն, այդ մեծատառով մարդուն։